Պարուհի և բլոգեր Էլեոնորա Պետրոսյանի անձնական կյանքի շրջաղմուկը չի դադարում։ Ինչպես հայտնի է, նրա և ամուսնու բաժանման թեման իրական փոթորիկ առաջացրեց դեռևս 2025 թվականի աշնանը, երբ հանրությանը հայտնի դարձավ, որ նախկին ամուսինը առանց մոր համաձայնության վերցրել էր երեխաներին։ Դրան հետևել էին երկարատև իրավական գործընթացներ։ Վերջին ինստագրամյան հրապարակումները փաստում են, որ հանգստությունը իր ընտանիքի համար դեռևս հեռու է, իսկ անցյալի խնդիրները շարունակվում են հետապնդել նրան։ Էլեոնորան իր էջի սթորի բաժնում կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, որ անհայտ անձինք հերթական անգամ վնասել են իր անձնական մեքենան։ Պարուհին զայրացած եւ անկեղծ գրառմամբ դիմել է իր հետևորդներին, նշելով, որ սա առաջին անգամը չէ, որ իր նկատմամբ նման քայլ է իրականացվում։ Այս պատմությունից հետո նա ստացել է մի շարք նամակներ, որտեղ երկրպագուները միահամուռ կերպով մատնանշում են նախկին ամուսնուն։ Օգտատերերը գրել են բոլորին պարզ է, որ դա ծեր ամուսինն է։ Էլեոնորան անդրադառնալով այդ նամակներին նշել է, որ այդ մարդուց իրեն ոչինչ պետք չէ, եւ նա իր պատիժը արդեն վաղուց ստացել է իր տեսակով, սակայն ամենացավալին այն է, որ նախկին ամուսինը շարունակել է ֆինանսական եւ հոգեբանական ճնշումներ գործադրել։ Շատ-շատերը դեք գրել, որ ինքը Աստծուց պատիժը կստանա, իհարկե միանշանակ։ Հետևորդներից մեկը անդրադառնալով իրավիճակին գրել էր, որ եթե դա նախկին ամուսնու ձեռքի գործն է, ապա նա շատ հիմար է, քանի որ այդ քայլով վնասում է սեփական երեխաներին, չէ՞ որ այդ գումարները մայրը կծախսեր բալիկներին ավելի գեղեցիկ օրեր պարգևելու համար։ Այս նամակին ի պատասխան Էլեոնորա Պետրոսյանը բացել է փակագծերը եւ արել խոստովանություն։ Խոսքը ինչի մասին է, որ նա իր ընտանիքի հետ միասին այնքան էր ինձ հետապնդում եւ ճնշում, որ ստիպված եղա հրաժարվել ալիմենտից։ Էլեոնորան խոստացել է այսուհետ լինել առավել քան թափանցիկ եւ հերթով հանրությանը ներկայացնել բոլոր փաստերը եւ դեմքերը, որպեսզի նմանատիպ անարդարությունները եւ հետապնդումները իր կյանքում այլևս երբեք չկրկնվեն։ Նե ինչ մնացեք մեզ հետ հետագա իրադարձություններին տեղյակ լինելու համար։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։